Այս գործիքը կոչվում է Viola da Gamba, սա ստեղծել են 1450-60 թվականներին Իսպանիայում, իր նախահայրը եղել է լյուտնյան, ինքը գիտարի նման գործիք է, իրան բռնում են սենց եւ սենց են նվագում։ Լարվածքով նման է ավելի շատ լյուտնյային, քան թավջութակին, եղել է այս գործիքը Լյուդովիկոս 14-րդի սիրած գործիքը, այդ դարաշրջանում իր կառավարման տարիներին այս գործիքը ծաղկել է։ Այս գործիքին ավելացրել են վերջի լարը, 7-րդ լարը, ինքը ունեցել է ի սկզբանե 6 լար։ Սենտ Կալումբ ազգանունով հեղինակ ա եղել, տենց ինքը ստեղծել է 7-րդ լար այս գործիքի վրա, որպեսզի ավելի հարուստ բաս ձայն ստանա։ Այս գործիքի համար կա գրած մենանվագներ բազմաթիվ, որովհետև այն ժամանակ սալոնային երաժշտություն է եղել, տենց մեծ նվագախմբեր չեն եղել ոնց որ հիմա։ Կամերային երաժշտությունը տեղից է հիմք առնում։ Բախի տարիներին արդեն շատ քիչ էին գրում Viola da Gamba-ի համար ստեղծագործություններ, որտեղ արդեն հայտնվել էր թավջութակը, Գամբայի որդին, կարելի է տենց ասել։ Բայց Բախը որոշեց, որ այս գործիքը ինքը դրախտային ձայն ունի եւ պետք է օգտագործել պասիոնների մեջ, ինքը ունի սոլո պարտիաներ Յոհաննես Պասիոնի մեջ եւ Մաթեոս Պասիոնի մեջ։ Ես շատ վաղուց երազել էի այս գործիքը ունենալ, միշտ տենց ակնարկում էի, որ Viola da Gamba լիներ Հայաստանում, ինչ լավ կլիներ, բայց դե կատարող էլ չկա։ Ես հանձնառություն եմ վերցրել, որ ես պետքա սովորեմ այս գործիքի վրա եւ կատարեմ, որ այս գործիքը Հայաստանում լինի, որ հայ ժողովուրդը տեսնի ինչ է այս գործիքը, որովհետեւ մնացած բոլոր լարային գործիքները գոյություն ունեն, ալտ, ջութակ, թավջութակ կա, շատ հայտնի են, բայց Viola da Gamba-ի մասին շատ քչերը գիտեն։ 2025 թվականի նոյեմբերին այս գործիքը ֆիլհարմոնիկ նվագախումբը նվեր ստացավ եւ տվեցին ինձ, որ ես այս գործիքի վրա սովորեմ եւ կատարեմ։ Իմ մեծ երազանքներից մեկն է, որ ես այս գործիքով նվագեմ Յոհան Սեբաստիան Բախի Մաթեոս Պասիոնի արիաներից մեկում Գամբան ունի սոլո երգիչի հետ միասին, ես շատ երազում եմ այդ ստեղծագործությունը կատարել եւ ես հիմա 0-ից սովորում եմ այս գործիքի վրա, որտեղ ինքը այլ բան է, ինքը թավջութակին տեսքով մի փոքր նման է, գուցե կնկատեք, որ այս էֆերը, լարերը, պատստավ կան եւ հենակը նման է, ինչ որ նմանություն ունի, բայց ինքը այլ գործիք է, բացարձակ ուրիշ բան է։ Ոչ միայն իմ անձնական կարծիքով, սա միշտ դարերի ընթացքում այս գործիքը կոչել են հոգու ձայն։ Փոքր ժամանակ, երբ որ իմ բարեկամները հասկացան, որ ես ինչ-որ երաժշտական տենց լսողություն ունեմ, որոշեցին տանել ինձ երաժշտական դպրոց։ Դե սկզբից ոնց որ այն ժամանակ պոպուլյար էր դաշնամուրի պետքա գնա երեխան բան, տարան դաշնամուրի, ինչ-որ այնտեղ ասեցին դաշնամուրի համար բալերը չի հերիքում բան։ Եկեք ջութակի, այնտեղ ջութակի համար էլ տեղ չկար։ Ու այդ դպրոցում ուսմասվար իմ առաջի դասատուն Կամո Արմենակովիչ Թակվորյան, իմ առաջի դասատուն ա եղել, ինքը ասեց, իսկ բալիկ ջան, կարող ես թավջութակ նվագես։ Ասեցի, այդ ի՞նչ է, ինձ տարանցս տալու։ Մի հատ աշակերտ նստած նվագում էր, այնց ես այնտեղից հա, ասեցի, կուզեմ, բան, դուրս եկավ, թե չափսերը, թե չգիտեմ ինչ է դուրս եկավ։ Ու տնեցի կնդեից, չէ, մի ուզի բան, հետո այդ տանելու բերի այդ մեծ գործիքը բան, դե պուճուր ես այս գործիքի իմ չափեր էլի, միջև տանում բերում է։ Այդտենց գնացի թավջութակի ու չեմ զղջում։ Տեղյակ չէի, որ Viola da Gamba կա աշխարհում բան, իմ համար թավջութակը ամենամոտն էր մարդկային ձայնին, ու իրոք տենց է, որ դուք լսեք, կհասկանաք, որ մարդկային ձայնին ինքը շատ մոտիկ է։
կոնսերվատորիայում եմ ավարտել Մեդիա Աբրամյանի դասարանում եւ 2013 թվականից ընդունվել եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ։ Ժամանակի ընթացքում ինքս ին վրա աշխատելով, կատարելագործվելով հայտնվել եմ հիմա ազգային ֆիլհարմոնիկի թավջութակարների խմբի փոխկոնցերտմայստերի տեղում։